Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության զոհերին անվանելով 1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայեր և իր ցավակցությունն է հայտնել նրանց ժառանգներին։ Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում մասնավորապես նշված է. Որպես առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ, այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին և մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին։ Դավութօղլուն շարունակում է. Այս տարի ապրիլի 24-ին Հայոց Պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք կրոնական արարողությամբ օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում։ Հավատ հայտնելով, որ պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվելու, Թուրքիայի վարչապետը նշում է. Հնարավոր է պարզել առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների պատճառները և պատասխանատուներին, ամեն ինչ մեկ բառի հավասարացնելով պատասխանատվությունը ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդելը, նույնիսկ դրանք ատելության խոսքի հետ կապելը, բարոյական և իրավական առումով խնդրահարույց է։ Ուղերձի եզրափակիչ մասում Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է. Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն արդար հիշողություն և համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրել։ Հայաստանի ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Ազատության հետ զրույցում նշեց. հրաժարվելով ճանաչել հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի իշխանությունները հեղինակազրկում են իրենց։ Օսմանյան կայսրությունը իր ոչրագործությունը կատարելուց հետո ինձ թվում է, որ նրա հետնորդները իշխանությունը պետք է դատապարտի և ճանաչի այդ ցեղասպանությունը։ Դա եղել է ցեղասպանություն, և եթե իրենք կարիք ունեն պատմության ճշմարտությունը պարզաբանելու, մենք դրա կարիքը չունենք, կարող են պատմիկը գտնվում է ամենահարուստ արխիվը, կարող են իրենք գնալ ուսումնասիրել, որը դա այլևս պատմական փաստ է և դրանից հրաժարվելը ինձ թվում է, որ դա իրենց հեղինակազրկման խնդիրը կարող է դառնալ։ Նույն հարցի կապակցությամբ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը այսօր Ազատությանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության շարունակությունն է։ Ներթուրքական հարցության վրա քայլ առաջ է, իսկ հայկական հարցում և համաշխարհային մասշտաբով դա ժխտման քաղաքականության շարունակությունն է։ Այնպես որ պայքարը շարունակվում է և հույս ենք տածում, որ մի օր թուրք պետության պաշտոնյան ուղիղ ձևով կհայտարարի ոչ միայն այդ եզրույթը, այլ դրանից փոխող քայլեր կկատարի հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու համար։ ՀՅԴ բյուրոյի հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով Դավութօղլուի հայտարարությունը վերջին օրերին Թուրքիայի նկատմամբ գործադրվող միջազգային ճնշման արդյունքն է։ Մանոյանը հավելեց. Դավութօղլուի հայտարարությունը պետք է լիներ ապրիլի 23-ին, ինչպես անցած տարի, սակայն երեկ կայացած Թուրքիայի կառավարության նիստում, որը վարել է նախագահ Էրդողանը, որոշվել է ավելի վաղ այն հրապարակել։ Իրենք այդ ճնշումների տակ փորձել են ինչ-որ ձևով արձագանքել, հակազդել, ցույց տալու համար, որ իբր ինչ-որ չափով տեղի են տալիս այդ ճնշումներին, առաջ կառնելու համար առաջիկա զարգացումները, որ կարող է, որ մի քանի պետություն ևս ճանաչի, հատկապես խոսքը վերաբերում է Գերմանիային, որտեղ ամեն ինչ պատրաստ է, բայց պետք է որ դա արդեն ասպեսած արձանագրվի։ Իրականում գործ ունենք երկու ուղերձի հետ։ Առաջինը այն է, որ օրեր առաջ պաշտոնից ազատվեց Դավութօղլուի խորհրդականը, ով ճանաչել էր հայոց ցեղասպանության փաստը, ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը։ Այս մի հայտարարություն է, ես չեմ կարող կտրել այդ կոնտեքստից, որ ինքը պաշտոնից ազատում է իր խորհրդականին, եւ կարող եմ ասել, որ որևէ նորություն իր մեջ չի պարունակում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 10 տարիներին ապրիլի 24-ից առաջ մենք բազմիցս ականատես ենք լինում նման մոտեցումների թուրքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Թուրքիայի վարչապետի հայտարարությանը Թվիթերյան իր էջում անդրադարձել է արտգործնախարարության մամլոխոսնակ Տիգրան Բալայանը, գրելով. Ռեջեփ Թայիպ Էրդողանի անցած տարվա ժխտողական հայտարարության հեղինակը այս տարի այն հրապարակել է իր անունից։